Ռուսերենը Հայաստանում չի կարող պետական լեզու հռչակվել, ասում է լեզվաբան Լավրենտի Միրզոյանը։ Չի կարող լինել, որովհետև նախ պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, հանրակրվե պետք է անցկացվի եւ ժողովուրդը ինքը պետք է որոշի ռուսերենը երկրորդ պետական լեզու ընդունենք թե չընդունենք։ Եվ կարծում եմ մեր ժողովուրդը այնքան խոհեմ կգտնվի, որ նման հանրակրվեին կասի ոչ։ Սասնա Ծռերի գործով մոտ 1 տարի անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանը իր նկատմամբ ապօրինի ընտրված կալանքի վերաբերյալ բողոք էր ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։ Նա նաև միջնորդել էր դատարանին իր գործը հնարավորինս շուտ քննել։ Դատարանից գրություն է ստացվել այն մասին, որ կանոնակարգի 41-րդ հոդվածին համապատասխան կանգատին առաջնահերթություն տալու վերաբերյալ խնդրանքը բավարարվել է։ Մուշի հայ համայնքը ներկայումս դատական կարգով պայքարում է, որպեսզի սեփականության իրավունքով նրանց տրամադրվի տեղի հայկական գերեզմանոցը։ Այնտեղ ամփոփված է նաև հայդուկապետ Գևորգ Չաուշի աճյունը։ Մինչ այդ որոշումը չկայացվի, ավելորդ է խոսել առավել եւս գումար հավաքել Գևորգ Չաուշի մահարձանը տեղադրելու համար։ Այդ մասին տեղեկացրել է Արևմտահայերի ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանը։ Իլուր աշխարհի, իլուր հայ ժողովրդի հայտարարում ենք, որ եթե նման հարց եղավ, մենք ինքներս կհայտարարենք, որ ուրեմն մեր հերոսի, մեր ազգային հերոսի Գևորգ Չաուշի գերեզմանը պատրաստելու համար հարկավոր են միջոցներ։ Նոր է ժամանակ կդիմենք հանրությանը, առայժմս նման խնդիր չկա։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանի կարծիքով հուլիսի 26-ին Պոլսում հրավիրվելիք կրոնական ժողովը վերջապես կստիպի Արամ Մաթեշյանին հանձնել պատրիարքարանի կնիքը գույքի հաշվարկ կատարել։ Ամբողջ այդ հաշիվները չի ներկայացրել ինքը համայնքին։ Ինչ է եղել այս 9 տարիների ընթացքում մարդ չգիտի։ Ինչու ինքը 4 տարի շարունակ այդ Գաբրիել Այվազովսկի նկարի հետևից ընկել էր, ես չգիտեմ։ Ամեն ինչ գիտեմ Արամ Մաթեշյանի մասին, այս հարցի պատասխանը չգիտեմ։ 6 հատ Այվազովսկի ունի պատրիարքարանը, սեփականություն, շատ խոշոր։ 6-ը ուր է չգիտեմ։ Ինչու 6-ի ֆոտոները ցույց չեն տալիս, ինչու չեն ասում այստեղ է, բան, Ռեջեփ Թայիպ Էրդողան գոչված մարդը Այվազովսկի ամենամեծ կոլեկցիոներն է։ Կարող է այդպես պատահի, որ Ռեջեփ Թայիպ Էրդողանի մոտ ասենք Այվազովսկի հայտնվում, չգիտեմ։ Հուլիսի 22-ից Հայաստանի արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման ապոստիլի ձևաթուղթը տրվում է միայն անգլերենով։ Ըստ արդարադատության նախարարության, քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական եւ ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել եւ հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության, այն պահանջող երկրներին ներկայացնելու համար։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առիթով կվերահրապարակվի մեծ գրողի երկերի 10-ատորյակը։ Գրականագետ Վարդան Տևրիկյանի խոսքերով սա պարզունակ վերատպում չի լինի, այլ կներառի ուշ հայտնաբերված ձեռագրեր եւ ծանոթագրեր, հատկապես նորություններ կլինեն վերջին հատորներում։ Այսօր մենք պրակտիկոեն բանաստեղծություն չենք կարող գտնել, իսկ նամակ այնպիսի բան է, որ ասենք անկապ կարող է մեկի մոտից դուրս գա, միտեղից մի վավերագիր դուրս գա, իսկ այն ինչ որ բուն գրական ժառանգությունն է, դրա մեջ արդեն բացառվում են, որ նոր որևէ բան կգտնվի, ինքնագրային լինի, մամուլում տպված լինի, բայց մյուս արխիվային վավերագրերը պարբերաբար, ասենք, հավելումներ են լինում։ Ապրիլյան քառորյա պատերազմից հետո Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ներկայացրել 359 բողոք։ Այս պահի դրությամբ մոտ 2 տասնյակ գործ արդեն կոմունիկացվել է։ Անկեղծ ասած մեր համար անսպասելի էր, բայց ինքներդ հասկանում եք, Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում նույնիսկ թեև զինված բախում է, բայց գլուխ կտրելը դա արտառոց երևույթ է, Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան։ Իրավապաշտպանները ապացուցված են համարում այն փաստը, որ Ադրբեջանը հատուկ պլանավորել էր ապրիլի 2-ին Մարտունու դպրոցի ուղղությամբ ռմբակոծությունը, սպասում են միեդի արձագանքին։ Նկարահանել ենք այն բոլոր փաստագրական, այսպես ասած, ապացուցողական այն բոլոր դրվագները, որոնք խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը նախապես ուսումնասիրելով ժամը, տեղանքը եւ ինչպես արդեն ասվեց, ուղղակիորեն հնարավորինս մեծ վնաս հասցնելու նպատակով հարձակում այդպես ռմբակոծել է եւ դպրոցը։ Տեղի ունեցած իրադարձությունները ըստ մասնագետների խախտել են տեղի բնակչության բոլոր իրավունքները, որոնք չպետք է անպատիժ մնան։ Բնակիչը իր նամակում մեզ գրում է, ասում է մենք արդեն վաղուց է որ քնելուց
մեր անձնագրերը, երեխաների ծննդյան վկայականները դնում ենք փոքրիկ պայուսակների մեջ եւ դրանք կախում ենք բռնակից դրան։ Պատկերացնում եք այդ մարդկանց վիճակը։ Ադրբեջանը գնում է ցանկացած քայլի, ըստ Լարիսա Ալավերդյանի, Ադրբեջանը պարիտետային իրավիճակ ստեղծելու համար կազմակերպում է բարբարոսական քայլեր իր բնակչության դեմ։ Ես համոզված եմ, ոչ թե կասկածում եմ, այլ համոզված եմ, որ վերջին միջադեպը, երբ որ Ադրբեջանը կներեք էլի թիրախավորված ստացել է 2 զոհ, երեխա եւ տատիկ, դա ուղղակի արվում է այդ պարիտետային վիճակ ստեղծելու համար։ Չնայած միջազգային հանրության հետաքրքրվածությանն ու ակտիվությանը հայկական կողմը ցավում է, որ չեն հնչում հասցեական մեղադրանքներ, միայն դրանք ըստ մասնագետների կարող են զսպել ագրեսոր կողմի գործողությունները։ Ղարաբաղ այցելող ցանկացած զբոսաշրջիկի կառաջարկ են լինել Հունոտի կիրճում, այս գեղեցիկ մամրապատ անձրևանոցով իջնող ջրերն անդադար են, ինչ-որ մեկը սակայն հասցրել է իր սիրո վկայությամբ խարանել այս բնական հրաշքը։ Ղարաբաղցին իր զբոսաշրջիկներին առաջարկում է նաև նորաբաց թանգարաններ եւ պատկերասրահներ։ Շուշիի ազգային պատկերասրահում արվեստի ծարավ ունեցողին գուցե հագեցնի մոնղոլական այս կտավը, Գոբի անապատը։ Ինչ-որ մեկը գուցե փորձի Ծերկնոջ դիմանկարում ճանաչել ղարաբաղյան Մոնալիզային։ Ծերկնոջ դիմանկար մեր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նվիրատվությունն է։ Նվիրատվությունները պատկերասրահում տեղ գտած ստեղծագործությունների առյուծի բաժինն են, այդ իմաստով աչքի է ընկել նաև Սերժ Սարգսյանը Մոնթե Մելքոնյան կտավով։ Կարեն Աղամյանը նկարիչների միության նախագահ նվիրել է Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը նվիրել է Գերարվեստի պետական թանգարանին։ Երկրաբանական թանգարանում է մարդը հասկանում, որ քարերի աշխարհը կարող է լինել նույնքան կախարդական, որքան գույների աշխարհը, եւ այստեղ էլ պատմություն կա հանձին պերիտ կոչվող քարի, որը հայտնի է որպես հիմարների ոսկի, բայց այն ոսկի չէ։ Սրանից ոսկու լիխարատկա է սկսել։ Մարդիկ իրար կոտորում էին պիրիտի պատճառով ու խաբում են, մինչև հիմա էլ պիրիտ են պատճառում ոսկու տեղ։ Մենք էլ ունենք, Ղարաբաղում էլ ունենք հիմարների ոսկի։ Սակայն Երկրաբանության թանգարանի հիմայքը քարերի այս խումբն է, որոնք իրենց մեջ երկաթ չեն պարունակում, նրանց գույները տեսանելի են միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ։ Գիտական նշանակություն ունեցող երկրում գույներով երկրաբաները իմանում են ինչա պարունակում քարը։ Թանգարանն այս սարքի շնորհիվ բազմաթիվ անվճար ծառայություններ է մատուցում զբոսաշրջիկներին, ասենք ստուգում է, կեղծ է նրանց դոլարը թե ոչ։ Վերջի անգամ մի ամերիկացի դե հանկարծակի երևի կապուկ դոլարները հանեց եւ $100 ճարավ ֆալշ։ Պատմության թանգարանում ամենաանտարբեր մարդն էլ կտեսնի, որ միայնակ գայլը Ղարաբաղում անվիճելի հեղինակություն է, ոչ մի ՊՊՑ գունդ նրա նկարը չի հեռացնի այս թանգարանից։ Ռազմական արվեստի երկրպագուները կտեսնեն այն մակետը, որի վրա բացատրվում է, թե ինչպես հայկական փոքրաթիվ ուժերը ազատագրեցին ադրբեջանցի ավելի շատ զինվոր եւ ռազմամթերք ունեցող Շուշին։ Մեր փորձը կիրառվել է չեչենական պատերազմի ժամանակ։ Այս փորձը։ Այդ փորձը։ Ռուսները երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ մեր նման սկսեցին փոքր խմբերով գործել։ Հաղթեցին դրա համար։ Մի քանի տարի առաջ բացահայտված Տիգրանակերտի ավերակները նույնպես պատմելու բան ունեն ոչ ղարաբաղցուն, այս սափորը պանիր կամ կարակ չի պարտակել, այն դագաղ է, հանգուցյալը սրա մեջ դրվում էր այն դիրքով, որով ծնվել էր, եւ հենց սափորով էլ հանձնվել է հողին, թանգարանը նաեւ հյուրընկալ է Աղդամի ծիծեռնակների հանդեպ, որոնք թանգարանի տարբեր անկյուններում բույն են հյուսել։ Ղարաբաղ այցելող ցանկացած զբոսաշրջիկի կառաջարկ է լինել Ստեփանակերտի շուկայում, այստեղ միանգամից 20 խոտաբույսով լցոնված ժինգյալով հացը պատրաստում են ցանկացողի աչքի առաջ, իսկ հյուրին մնում է պատմել տեսածը, եթե կարողանա։ Անալիտիկ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանն այսօր դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման։ Անի Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեց ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ։ Անի Հովհաննիսյանի բաժի կրման սկիզբը հաշվել 2016 թվականի մայիսի 3-ից։ Անի Հովհաննիսյանը մեղադրվում էր նաև ՎՏԲ բանկից շորթում կատարելու մեջ։ Այս հոդվածով առաջադրված մեղադրանքը դատանը ապացուցված չհամարեց։ Հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ Անի Հովհաննիսյանի պաշտպանը համոզված է երկու հոդվածներով էլ նա պետք է արդարացվեր։ Դատականությամբ հետազոտված ապացույցներով համերգը ամենայն դեպս ապացուցված չէր։ Հիմնված էր միայն իրարամերժ ցուցմունքների հիման վրա, ասենք տրված Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքով, որը նույնիսկ դատարանը իր ցուցմունքներում չպնդեց այն հանգամանքը, թե Անի Հովհաննիսյանը իրենից սպառնալիքներով գումար է պահանջել։ Դատավճիռը պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ դատարանում, իսկ մինչ վճռի հրապարակումը այսօր Անի Հովհաննիսյանը հանդես եկավ վերջին խոսքով։ Սփիական գործը, ես կարծում եմ, որ արժի որպես դասագիր պահել եւ օգտագործել սկսնակների համար
վերնագրելով ինչպես գործ սարքել եւ կալանքի տակ պահել անմեղ մարդուն։ Նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին խորհուրդ տվեց հայտնել ճշմարտությունը։ Ում հանձնարարությամբ նա գնաց սուտ մատնության անպատվաբեր քայլին, ում հրահանգով նա գաղտնի ձայնագրեց, մոնտաժեց այդ ձայնագրությունները եւ սարքեց այս ամբողջ պատմությունը։ Ճշմարտությունը անհնար է թաքցնել եւ ամբողջ ընթացքում ինչ-որ մոնտաժված տեսանյութերով, իբր թե շորթման ապացույցներ ներկայացնելով, ինձ վարկաբեկել փորձելով, այս ամբողջ ընթացքում այս կոմեդիայի արդյունքում պարզվեց, իրականությունը միշտ պարզվում է, ջրի երես է դուրս գալի։ Անի Հովանեսյանը արդեն 1 տարի 3 ամիսի անազատության մեջ է։ Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի պահման պայմանները անընդունելի են մարդու իրավունքների պաշտպանի համար։ Խոսքը վերաբերում է եւ, չգիտեմ, խոնավության աստիճանը, եւ բնական լույսի ներթափանցման աստիճանը, եւ այո, միջատների արկայությանը։ Եթե Գևորգ Սաֆարյանը հանկարծ փորձ արվել այդտեղ թողնվել, մեզ համար դա ընդունելի չէր լինելու, բնականաբար։ Բայց այդ ժամանակավոր լուծումը նաև եղել էր, որպեսզի նաև մեր կողմից էր պահանջ եղել, որ այդ 6-րդ մասնաշենքը, որը Գևորգ Սաֆարյանը մտավախություններ ուներ, տեղափոխության հարց չբարձրացվի։ Քրեակատարողական հիմնարկների գրեթե բոլոր խցերն ու պատժախցերը ունեն նմանատիպ խնդիրներ եւ պետությունը դեռևս պատշաճ լուծում չի տվել։ Այդտեղ անընդունելի պայմաններ են նաև աշխատակիցների համար։ Մենք բազմիցս բարձրաձայնել են մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում եւ այլն։ Եվ դրա համար է նաև որ ես կարծում եմ պետք է լինեն հիմնարար լուծումներ այստեղ։ Սկսած նոր քրեակատարողական հիմնարկների կառուցման ձևով։ Օմբուդսմենի համար դեռևս չպարզված մի հարց կա, ինչ հիմքով է Գևորգ Սաֆարյանը տեղափոխվել պատժախոց, այս նաև Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը մնալու է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ուշադրության կենտրոնում։ Եթե խնդիրը արդիական է դարձել, մի հատ մենք կապվենք ծնողների հետ Գևորգ Սաֆարյանի եւ եթե որևէ հարց կա, անմիջապես այդ թվում մեր բժշկի կողմից կլինի համապատասխան այցի։ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը 23 օր պատժախցում պահելուց հետո 3 առավոտյան Գևորգ Սաֆարյանին տեղափոխել էր մի խուց, որտեղ ենթադրվում է նրան վտանգ չի սպառնա։ Նախապես Գևորգին ցանկանում էին տեղափոխել մի մասնաշենք, որտեղ նրա հայտարարությամբ իր կյանքին վտանգ էր սպառնում քրեական հեղինակությունների կողմից։ Գևորգ Սաֆարյանը կոնկրետ չի նշել որևէ անուն։ Լավ, Գևորգ Սաֆարյանը նշում էր պարզապես այդ մասնաշենքը տեղափոխվելու դեպքում կսպառնա։ Հիմա մենք նաև նույն խնդիրը բարձրացնում ենք քրեակատարողական հիմնարկի վարչակազմի առջև, որ կալանավորը կամ դատապարտյալը բարձրացնում է այդպիսի հարց։ Անկամ եթե կոնկրետ անուններ չի նշվում, միևնույն է պետությունը պարտավոր է բոլոր ջանքերը գործադրել, այդ թվում տեղափոխման արգելքը տեղափոխումը արգելելու համար, որպեսզի չեզոքացված լինեն բոլոր վտանգները։ Արման Թաթոյանը օրերս այցելել է նաև Հայաստան նոր տեղափոխված Հրաչյա Հարությունյանին, որը ռուսական բանտում էր հայտնվել խոշոր ավտովթարից հետո։ Օմբուդսմենի պնդմամբ նրա տրամադրությունը բարձր է, անցնում է բժշկական հետազոտություններ։ Դիլիջանի հարսանեկան սրահից վերջին անգամ 3 տարի առաջ են օգտվել։ Ուղղակի դրված է։ Գնում է Երևան, գնում է Սևան, ուրիշ տեղի ամեն բանը համով է։ Նույնիսկ չի օգնում այն փաստը, որ հարսանյաց զգեստների վարձակալության գումարները նվազել են։ Առաջները տվել ենք խոսքի 70, 80, 50, իսկ հիմա տալիս ենք 10-ից 15000 դրամ։ Բացարձակ առևտուր չկա։ Սաղիկը ստանում ենք, թափում ենք շատը։ Եթե օրական մի 1000 դրամ առնես, այն զորով հաց ես առնում։ Լրիվ զալոկի տակա մարդ կերած ոսկեղենը, լրիվ դիլիջանցին ոսկեղեն չունի, իրավազարդ չունի։ Լրիվ բանկերը մար։ Չնայած վերջին տարիներին կառավարությունն անընդհատ խոսում է Դիլիջանը զարգացնելու մասին, այստեղ շարունակում են բողոքել աշխատանքի բացակայությունից։ Տղամարդիկ էլ դուս են գալի գազալցման կայանա կամ մի տեղա, բայց 50-ից տարիքի տղամարդիկ ընդհանրապես գործ չունեն։ Եթե 50 տարեկան ես, ուրեմն ապրելու իրավունք չունես, կոպիտ ասած։ Ես ինքս աշխատող եմ, Կիրովականից եմ եկել, 14 տարի աշխատել եմ, ստի մի ֆաբրիկա, մի գործարան, խանութ ընդամենը մի քանի հոգի աշխատում են։ Սպասարկման ոլորտում աշխատանք ունենալով խնդիրները չեն ավարտվում։ Դրա վկայությունը առևտրի բացակայությունն է։ Առևտուր դա բացառված վերացված է։ Սուտի մուտի գլուխներն սպահում են։ Պատճառողուհին ցույց է տալիս ապարիկով գնում կատարողների ցանկը։ Իմ տետրս լոծվել է։ Չնայած հիասքանչ բնությանը դիլիջանցիներից շատերը ընտրել են արտագաղթի տարբերակը։ Հրաչյա մարդ էր, որին հավատացեք բոլորն էին սիրում։ Ստեղծագործ հայրենասեր ու համեստ մի անձնավորություն, ասում է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Այնքան համեստ, որ լինելով նման արվեստագետ, հանրությանը այսպիսի ցուցադրությամբ երբևէ չներկայացավ, իր մասին չհիշեցրեց։ Ասեմ, որ նրա ստեղծագործությունում դուք կնկատեք, ինչպիսի նա մեծ հայ է,
եւ իզուր չէր, որ իր լոման ունեցավ եւ Արցախյան պատերազմում։ Նկարիչների միության ցուցասրահում բացվել է Հրաչյա Գալստյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը։ Ներկայացված են նրա գեղանկարչական կտավները, քանդակներն ու խեցեգործական աշխատանքները։ Իսկապես ապշեցնող է այդ բազմաժանրությունը, սկսած յուղաներ կտավներից մինչև հուշապատեր, սկսած մանրաքանդակներից մինչև խոշոր հսկայական պատմամշակութային հուշարձանների վերանորոգում, ինչպես նաև քանդակից մինչև աղեքանդակներ, քարի քանդակից մինչև աղեքանդակներ։ Մեր ընտանիքը որոշեց այսպես նշել նրա հիշատակի օրը, ասում է Հրաչյա Գալստյանի որդին Ցոլակը։ Նշել որպես ոչ թե տխրության օր, այլ նրա արվեստի ցուցադրության օր։ Հայրիկը երևի կժպտար տեսնելով իր ընկերներին, հարազատներին, ուսանողներին, հավաքված իր գործերի կողքին։ Ես շատ եմ փորձել իրան համոզեմ անենք աշխատանքների ցուցադրություն։ Ասում եմ, լավագույն գործերս ես դեռ չեմ արել։ Մենք 3 փուլը Հրաչյայի ունենք իր 70-ականների 80-ականների փուլը, ունենք իր Արցախյան պատերազմից հետո վերադառնալուց փուլը եւ արդեն վերջի փուլը, երբ որ ինքը վատառողջ էր։ Վատառողջ փուլի մեջ հիմնականը գեղանկարն է, այնպես այս շարքն է, պատուհանակոկ, որտեղ արդեն տաններ նկարում էր պատուհանից, բայց նույնիսկ մինչև վերջի օրը վրձին իր ձեռքում է։ Ստեղծագործական Հրաչյան երբեք չի հեռացել ու չի հեռանա։ Հուլիսի 27-ին տեղի կունենա Հրաչյա Գալստյանի հայրենական գրքի շնորհանդեսը։ Գրել է։ Դու մի ասեմ, հայրիկը գրում էր։ Ու շատ հետաքրքիր պատմվածքներ են, նույնիսկ մի քանի պիեսներ կան։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 3-ը։ Գյումրու Շիրակի նախկին ֆուտբոլիստ Արամ Կրչյանը գործնական ֆուտբոլը թողնելուց հետո անցել է մարզչական գործունեության։ Աշխատում է Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մարզելով տեղի մանկապատանեկան թիմերին։ 8-ամյա Գևորգ Հայրապետյանը երիտասարդ մարզչի հեռանկարային սաներից է։ Չնայած տարիքին գնդակի հետ վարվելու կուլտուրան բավականին զարգացած է նրա մոտ։ Տիրապետում է գեղեցիկ հնարքների եւ դիպուկ հարվածների։ Գնդակ սկսել է կլորել դեռ 5 տարեկան հասակում։ Սիրում է, երբ նրան գնդակ են նվիրում։ Առաջինը հայրիկն է նվիրել, հետո հորեղբայրը։ Գևորգի համար օրը սկսվում ու ավարտվում է ֆուտբոլով։ Սկսեցի խաղալ ես մեր բալկոնը եւ սովորեցի ֆուտբոլ խաղալ։ Իմ հայրիկը որոշեց, որ ես կան ֆուտբոլ պարապեմ։ Ֆուտբոլի ակադեմիա ընդունվելուց հետո Գևորգը ձեռք է բերել նոր ընկերներ, որոնք նույնպես իրենց առօրյան չեն պատկերացնում առանց գնդակի։ Սա այն տարիքն է, երբ խաղացողները թերևս միայն մտածում են 2 տարպասի եւ գնդակը ցանցն ուղարկելու մասին։ Մարզիչների գերխնդիրն է, որ փոքրիկները սիրով հաճախեն մարզումներին։ Գևորգի պարագայում կարծես նման խնդիր չկա։ Եկա այստեղ եւ ինձանին ինչպես երեխաներ կային նոր եկած եւ սկսեցի պարապել նրանց հետ, բան զրուցել եւ խաղալ։ Վարժություններ կանում, որ կարողանանք ֆուտբոլ խաղալ, որ վարժությունները չանենք, չենք կարողանա ֆուտբոլ խաղալ։ Գևորգի ֆուտբոլային առօրյան բավականին հագեցած է։ Բացի մարզումներին ու տարբեր բակային խաղերին մասնակցելուց, նա ցանկանում է նաև ռեկորդներ սահմանել, միևնույն ժամանակ փորձելով հղկել ու կատարելագործել իր վարպետությունը։ 6 րոպեում 600 անգամ։ Գևորգի համար գնդակը օդում պահելը դժվար չէ, սակայն չի պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով։ Վստահեցնում է, ավելին կարող է անել։ Ֆուտբոլային կուռքը Զինեդին Զիդանն է, որը երբ ավարտեց ֆուտբոլիստի կարիերան, Գևորգը դեռ ծնված չէր։ Ռեալ Մադրիդի մարզիչը Զիդանն է, նա պարապել է Ռեալում, իսկ հիմա տրիներ է, Ռեալ Մադրիդի տրիներն է դառել։ Կանխատեսելով մեր հերթական հարցը Գևորգը շտապեց հայտնել։ Պատահականություն է, որ մարզվում է Լոնդոնի Արսենալի մարզաշապիկով։ Շուտով նորն է ունենալու արքայական Մադրիդինը։ Ինչ վերաբերում է հայկական ֆուտբոլին, ապա այստեղ 2 տարբերակ լինել չէր կարող։ Հայկական ֆուտբոլից ուզում եմ Հենիկ Մխիթարյանի պես ֆուտբոլիստ դառնալ։